Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, Հայաստանի ողջ տարածքում շարունակում ենք փնտրել, գտնել եւ ձեզ ներկայացնել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին։ Այս ընտրությունը հիրավի շատ բարդ է եւ շնորհակալ ենք բժշկական կենտրոնների ղեկավարներին այս ընտրության հարցում մեզ իսկապես աջակցելու եւ իսկապես կատարյալ հրաշալի բժիշկներ ընտրելու եւ նախաձեռնությանը ներկայացնելու համար։ Այսօր հրաշալի հանդիպում ունենք բառի իրական իմաստով ներկայացնելու ենք Սրտաբանի, ով իր կյանքից շուրջ 20 տարի արդեն նվիրել է առողջապահության ոլորտին եւ չնայած երիտասարդ է, արդեն կատարել են այնպիսի հսկայական աշխատանք, որը հպարտության առիթ է, որը շնորհակալության առաջին հերթին առիթ է եւ մենք պիտի շնորհակալություն ասենք մեր բոլոր բժիշկներին քրտնաջան ամենօրյա 24-ժամյա աշխատանքի համար։ Սիրով ներկայացնեմ մեր այսօրվա բժշկին, սիրելի բարեկամներ, Դավիթ Մինասյան, ինտերվենցիոն սրտաբան, Գյումրու բժշկական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբանության ծառայության ղեկավար։ Նա 2016 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացրել է կատետր ուղղորդված թրոմբոլիզ, ինչը կարծում եմ պատմական նշանակություն ունի եւ ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 5000 վիրահատություն եւ հազարավոր բուժառուներ։ Բժիշկ, շնորհավորում ենք ձեզ 100 լավագույն բժիշկների ցանկում գտնվելու առիթով, ինչպես է տրամադրությունը նախ Գյումրիում։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար, այդ թվում նաեւ գնահատանքի համար։ Տրամադրությունը շատ լավ է, նաև հյուրընկալել ենք ձեզ, դրանով պայմանավորված էլ ավելի բարձրացել է մեր տրամադրությունը, նորմալ, առօրյա մեր աշխատանքային օրն ենք անցկացնում։ Շատ լավ, նախ ձեզ ուզում ենք առանձնահատուկ շնորհակալություն ասել, որ ունենալով մասնագիտական հրաշալի որակներ, դուք ոչ թե նախընտրել եք Երևանում կամ աշխարհի որևէ երկրում մնալ, այլ հենց Գյումրիում եք ձեր մասնագիտական գործունեությունը ծավալում։ Այս ընտրությունը ինչով է պայմանավորված, բարդ ընտրությունը։ Ճիշտն ասած, փոքրիկ պատմություն կա դրա հետ կապված, մինչ իմ գալը դե այստեղ մեր գոլեգաներից, ընկերներից բժիշկ կար աշխատող, ով պետքա իր առողջության հետ կապված խնդիրներ ուներ, 2 ամսով, 1-2 ամսով պետք է բացակայել։ Ինձ խնդրեցին, ես համաձայնեցի 1-2 ամսով տեղափոխվել Գյումրի եւ աշխատել, եթե կարճ պատմեմ, դա 9-10 տարի առաջ էր, 1-2 ամսով տեղափոխվել Գյումրի։ Շատ լավ, եւ ինչը հատկապես գրավեց գյումրեցիների մեջ, գուցե բժշկական կենտրոնում, ինչը ձեզ ստիպեց այնուամենայնիվ մնալ այստեղ։ Ճիշտն ասած, նախ շատ լավ ընդունելության արժանացա եւ սկզբից դե բնականաբար հիվանդանոցի ղեկավարության կողմից, հետագայում արդեն մարդկության մեր բնակչության կողմից ջերմություն զգացի եւ հարմարվեցինք ու շարունակում ենք աշխատել այստեղ։ Հրաշալի շնորհակալություն, բժիշկ, գանք մասնագիտական հարցերին։ Ես ուզում եմ մեր հասարակության համար մի քանի առանցքային խորհուրդ առանձնացնենք, որով հնարավոր կլինի պաշտպանել սրտի առողջությունը։ Ինչ անել հանուն սրտի առողջության համար։ Երևի թե առաջին տեղում սխալ չի լինի նշել առողջ ապրելակերպը, այսինքն դրա մեջ առաջին հերթին չծխել, շատ շարժվել, սպորտով զբաղվել։ Երևի թե հիմնական առանցքային կետը հենց առողջ ապրելակերպն է, որը կօգնի պաշտպանել սիրտը։ Լավագույն կանխարգելիչ հենց միջոցառումները դա ֆիզիկական ակտիվությունն է, չծխելը, սննդակարգ ինչ որ չափով հետևելը, երևի թե առանձնացնենք հենց այդ երեքը։ Շատ լավ, եւ կարծում եմ սրտաբանությունը եւ սրտի խնդիրները բացառություն չեն, երբ պետք է ժամանակին կանխարգելման ուղղությամբ տանել աշխատանք, ոչ թե հասնել բարդ դեպքերի։ Ինչը պետք է հուշի մարդուն, որ սիրտը արդեն ունի խնդիրներ, ինչից է սկսում այդ ամենը։ Բնական է, ինչպես նշեցիք, ավելի հեշտ է կանխարգելելը, քան հետո բուժելը, բայց նշաններ կան տարածված, հա, ասենց ասած կլասիկ դեպքերում, հենց կրծքավանդակում զգացողություններն են, որը պետք է անմիջապես անհանգստացնի բուժառուին եւ դիմի բժշկին, ցավ, ճնշում, այրոց, սեղմոց կրծքավանդակում, որը կարող է եւ ճառագայթվել դեպի ծնոտ, ձեռքեր, կարող է եւ չճառագայթվել, բայց ցանկացած զգացողություն կրծքավանդակում անհանգստանալու առիթ է տալիս, այո, ծոցի չէ եւ պետք է անպայման դիմել բժշկին։ Շատ լավ, գանք Գյումրու ձեր ղեկավարած բաժանմունքին, նախ ձեր թիմի մասին կուզեմ խոսենք, արդյոք թիմը մեծ է, արդյոք լիարժեք պատրաստ է բոլոր տեսակի խնդիրները լուծելու առաջնային, որոնցով դիմում են։ Այո, թիմը բավականին պատրաստված թիմ է, արդեն երկարամյա փորձով,
Ունենք եւս երկու բժիշկ, լավ բժիշկներ ունենք, երկու երիտասարդելի, ունենք լավ պատրաստված անձնակազմ, բուժքույրեր, տեխնիկներ, համալրված ենք ամբողջությամբ եւ պատրաստ ենք ցանկացած մարտահրավերների։ Շատ լավ։ Մենք մեր հաղորդման շրջանակում ուզում ենք նաև ողջևորել եկող սերունդներին, ովքեր ընտրել են բժիշկ դառնալու ճանապարհը, մասնավորապես սրտաբանության ուղղությամբ, որոնք են դժվարությունները եւ ինչպես հաղթահարել դրանք, այ օրինակ դուք փորձելով հիշել ձեր անցած ճանապարհը, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր այժմ ուսանող են։ Ուսանողներին երևի պետք է խորհուրդ տալ նախ լավ պատրաստվել, գիտելիքներով լավ զինվել։ Սրտաբանությունը կոնկրետ բնականաբար ծանր ոլորտներից մեկն է, որովհետև ինչպես գիտենք, աշխարհում առհասարակ ամենամեծ հիվանդությունները հենց սրտային հիվանդություններն են, հետևաբար նաև մահացությունն էլ մեծ բաժին է կազմում այս հիվանդության մեջ ցավոք սրտի, չնայած նրան, որ տենդենսը բժշկության զարգացման հետ բնականաբար այդ թվերը արդեն նվազել են եւ փոխվել են։ Նոր սերնդի խորհուրդ կտամ լավ զինվել գիտելիքներով, պատրաստվել, գնալ առաջ, չվախենալ ոչնչից, եթե մտածել են, որ պետք է ընտրենես մասնագիտությունը, պետք է չվախենալ, սովորել եւ առաջ շարժվել։ Շատ լավ, իսկ ձեր բաժինը ինչպես է ընդունում օրինակ կոորդինատորներին եւ այլն, այսինքն բաց եք եկող սերնդների առաջ։ Իհարկե բաց ենք, խնդիր չունենք ինչ որ գիտելիքներ փոխանցելու, նոր բաներ սովորեցնելու եւ բնական է, որ նաեւ այդ նոր սերունդը մեզ պետք է բուժի հետագայում։ Հարգելի հեռուստադիտողներ, շատ կարևոր է նշել նաև, որ Գյումրու բժշկական կենտրոնում սրտաբանության հետ կապված հիմնական խնդիրների լուծումը տալիս են եւ շատ կարևոր է մեր հիմնակարային այսպես խորհուրդներից մեկը, որ պետք չէ լավագույն բժիշկներին փնտրել Երևանում, սա դիցուք հրաշալի օրինակ է, երբ լավագույն բժիշկը Երևանից եկել է, սիրահարվել է Գյումրիին, մնացել է Գյումրիին եւ առնվազն նաև հանուն սրա չպետք է բժիշկներին փնտրել Երևանում եւ պետք է լավագույն բժիշկներին փնտրել, գտնել եւ բուժօգնություն ստանալ հենց Գյումրիում։ Այստեղ ինչ ծավալի աշխատանքներ են կատարվում սրտաբանության ուղղությամբ, հատկապես առանցքային որ խնդիրներն են լուծվում, ինչ հարցերով կարող են դիմել։ Առաջին հերթին երևի սուր վիճակները վերցնենք, երբ սուր ինֆարկտների դեպքում միջամտություն է կատարվում, այսինքն կորոնարոգրաֆիա եւ ստենտավորում հաջորդող Պլանային էլի աղագին հիվանդներ ենք դեպքեր ենք ունենում, տարեկան մոտ 1500 եւ ավել պացիենտներ ենք ընդունում եւ ճանապարհում։ Ամբողջ ծավալով կոնկրետ ստենտավորման հետ կապված, ինվազիվ սրտաբանության հետ կապված, ամբողջ ծավալով ամեն ինչ կատարվում է։ Շատ լավ, եւ շնորհակալություն ձեզ դրա համար, բարեկամներ, մենք ուզում ենք եւս մեկ անգամ ասել շնորհակալություն բոլոր բժիշկներին եւ իհարկե մեր նախագծի շրջանակում ընտրվել են 100 լավագույն բժիշկները Հայաստանի, բայց Հայաստանում առողջապահության ոլորտում է 13000-ից ավելի բուժաշխատող բժիշկ եւ սա հրաշալի առիթ է, որ հենց բժիշկներին ուղղված մաղթանքներ լսենք, որոնք են ձեր ցանկությունները, մաղթանքները ուղղված բժիշկներին։ Բժիշկներին երևի առաջին հերթին կմաղթեմ անփորձանք աշխատանք, կցանկանամ, որ բոլոր ախտորոշումները եւ բուժումները, բոլոր ախտորոշումները լինեն ճիշտ եւ ունենան միմիայն բուժված հիվանդներ բոլորը։ Շատ լավ, շնորհակալություն եւ մեր վերջին հարցը ես պարտադիր պետք է նշեմ, որ մեր այսօրվա բժիշկը Գյումրիում անսահման սիրված է, հասցրել է շատ սիրվել բուժառուների կողմից եւ շատ կարեւոր է առանցքային այն համեստությունը նշել, որը զարդարում է մեր այսօրվա բժշկին, առհասարակ ինչպես լինել կայացած եւ միառժամանակ համեստ եւ օրինակելի։ Երևի թե դժվար է բացատրել ինչպես լինել համեստ, ինձ թվում է դա դաստիարակությունից եւ մարդու առանձնահատկությունից է գալիս։ Կարծում եմ հատուկ սովորելու երևի թե բան չկա։ Շատ լավ, շնորհակալություն բժիշկ, ձեզ մաղթում ենք եւս մեկ անգամ առողջություն, եւս մեկ անգամ մաղթում ենք անխափան աշխատանք Գյումրու բժշկական կենտրոնում եւ հորդորում ենք չհեռանալ Գյումրիից, որովհետեւ Գյումրին ձեզ սրտաբաց ընդունել է եւ դա կարծում եմ ձեր լավագույն գնահատականը կլինի, որ հավերժ մնաք այստեղ։ Մնացեք Գյումրիում։ Շնորհակալություն բարեկամներ, մենք Գյումրիում էինք, շարունակում ենք ներկայացնել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին, մնացեք մեզ հետ, մենք դեռ հանդիպելու ենք։